Խաղաղությունը լավ բան է, ոչ ոք չի կարող այնքան խելագար լինել, որ փոխարենը պատերազմ ցանկանա, բայց ամեն բան իր գինն ունի եւ այսօր շատ կարեւոր է իմանալը, թե մեզ առաջարկվող խաղաղության գինը որն է, ինչ ենք տալու դրա փոխարեն կամ առհասարակ, մեզ ինչպիսի խաղաղություն է առաջարկվում։ Մինչև այսօր բացի պատերազմական գործողությունների հետևանքով ադրբեջանական զորքերի կողմից հայկական հողերի զավթումը, մենք իդեմս Հայաստանի ղեկավարության առանց գոնե մեկ կրակոցի հանգիստ խաղաղ պայմաններում բազմաթիվ տարածքներ ենք հանձնել Ադրբեջանին, որ բնակավայրը ասել են դա մեր նախնիների հողն է ադրբեջանական է, հաջորդ օրը Հայաստանի ղեկավարությունը ամենաբարձր մակարդակով համաձայնել է ու թույլ տվել, որ Ադրբեջանը առաջխաղացում ունենա ու իր զինվորներին բերի ու տեղակայի Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում գտնվող հենակետերում։ Սրա հետևանքով թշնամին այսօր հասել է մեր քթի տակ՝ Սյունիք, Գեղարքունիք, Վայոց ձոր։ Եվ այս խաղաղության անվան տակ ներկայացվող իրավիճակը այնքանով է սարսափելի, որ ըստ էության հանձնման գործընթացը դեռ ավարտին չեն հասցրել։ Նախօրեին Արման Թաթոյանը փաստերով հանգամանալից հայտարարեց, որ խաղաղության պայմանագրի նախաստորագրումից առաջ Ադրբեջանը հրատապ նոր դիրքեր է կառուցել Հայաստանի օկուպացված տարածքներում, որպեսզի հարկ եղած դեպքում անցնի կոնկրետ գործողությունների։ Օգոստոսի 8-ը ուրբաթ օր էր։ Եթե հիշում եք, օգոստոսի 8-ից առաջ տեղեկություններ տարածվեցին մամուլում, դեռ ոչ պաշտոնական, մի քանի օր առաջ, որ ստորագրվելու է փաստաթուղթ։ Ես կարծում եմ, եւ այս ապացույցներն էլ այդ մասին են, որ անմիջապես Ադրբեջանն անցել է գործի եւ իրականացրել է նոր դիրքեր է կառուցել, ճանապարհներ է կառուցել, բարելավել է ռազմավարական կոմունիկացիաները, որպեսզի հարկ եղած դեպքում աշխարհաքաղաքական իրավիճակը կամ ինչ-որ մի իրավիճակ թույլ տալու դեպքում ինքը անցնի գործողությունների։ Ամեն դեպքում այս վիճակը այս պահի դրությամբ դրան հնարավորություն է տալիս իր վերահսկողության տակ պահել ռազմավարական անվտանգության կարևորագույն նշանակության օբյեկտներ։ Մենք տեսանք Սոտքի հանքավայրը, մենք տեսանք մեր այդքան ջրային ռեսուրսներ այնտեղ կան, չէ՞, օրինակ Վարդենիսի մեր այդ հատվածը շատ հարուստ է ջրային ռեսուրսներով, աղբյուրներով ջրի։ Մենք տեսանք, որ այնտեղ մեր բնակավայրերն են, մեր ռազմավարական նշանակության ճանապարհն է, որը այդ գյուղերը կապում է Գլխավոր Մայրուղու եւ Երևանի հետ եւ այլն։ Ես կարծում եմ Ամերիկայի Միացյալ Նահանգներից սա կնայ թաքցվել է, բնականաբար Նիկոլ Փաշինյանն իմացել է այս մասին։ Բնականաբար այս առաջխաղացումների եւ նրանք թաքցրել են մեր հանրությունից։ Հարցն այստեղ է, դուք ինչու եք թաքցնում։ Դուք այդ քանի գլուխ ունեք, որ մեզանից, ինձանից, մեզանից, մեր երեխաների անվտանգությունից, ապահովությունից կտրում եք, թաքցնում եք ձեր քաղաքական դիվիդենդների համար։ Թաթոյանի այս հայտարարությունից հետո իշխանական падգամավորները հասնելով ընդհուպ անձնական վիրավորանքների սկսեցին ծաղրել տեղեկատվությունը։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն էլ միայն ասաց, որ սուտ է, նույն կերպ, այսինքն հանգամանալից ու փաստերով հերքելու փոխարեն։ Քանի որ այս ամեն ինչը այդ հրատապ ասուլիսները հարայ հերոսը զուտ նրա համար են, որպեսզի ես արձագանքեմ ու իրենց զրուցակից դառնամ, ես շատ կարճ կպատասխանեմ։ Ձեր նշած անձնավորությունը ստում է։ Հայք Նյուզի հետ զրույցում պահեստազորի գնդապետ Վալոդիա Հովհաննիսյանը հաստատեց ադրբեջանցիների առաջխաղացումը եւ հավելեց, որ իր տեղեկություններով թշնամին Վարդենիսի եւ Ջերմուկի ուղղությամբ 1 կիլոմետր առաջացել է եւ նոր դիրքեր տեղակայել։ Թաթոյանը ճիշտ է ասել, ես իմ ուղիներով ճշտել եմ եւ Վարդենիսի եւ Ջերմուկի շրջան ոչ միայն ագանտային տոր դիրքեր են ստեղծում, այլ առաջացել են 1 կիլոմետր Հայաստանի Հանրապետության տարածք եւ նոր դիրքեր են գրել ադրբեջանցիները։ Եվ խաղաղության պայմանագրի հետ ոչ մի ընդհանրություն չունի, ջանի լայնածավալ մարտավարական ստրատեգիական ռազմական գործողություններ Հայաստանի Հանրապետության սահմանի շուրջ։ Կառուցվել է եւս երկու նոր զորամասեր Ադրբեջանի կողմին Հայաստանի Հանրապետության սահմանում։ Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանն էլ մեծ զրույցում նշեց, ոչ թե խաղաղությունը, այլ պատերազմն է անխուսափելի այս իշխանությունների պայմաններում։ Պատերազմը անխուսափելի է, քանի Հայաստանի Հանրապետության ղեկին նիկոլական իշխանությունն է։ Ադրբեջանի գործողությունները կանխատեսելի են, իդեպ այն, որ իրենք ամրաշինական ծավալուն աշխատանքներ են իրականացրել, նաև Հայաստանի Հանրապետության օկուպացրած այն հատվածներում ակնառու է, փաստ է։ Փորձագետը նաև վստահեցնում է, որ Ադրբեջանը հակաիրանական սցենարի համատեքստում հարվածելու է Սյունիքին, Հայաստանի Հանրապետությանը։ Ադրբեջանը
դեպքում այդ սցենարը միանգամայն ուրեմն արդեն ոչ թե հավանական, այլ մոտ են համարում իրականացմանը եւ նախապատրաստվում են։ Հակաիրանական սցենարի համատեքստում Ադրբեջանը հարվածելու է Սյունիքին, Հայաստանի Հանրապետությանը։ Եվ սա ոչ միայն նիկոլական խաղաղության ֆիասկոն է լինելու, սա մեր պետականության ֆիասկոն է լինելու։ Ջամալյանի խոսքով այս պայմաններում տարածաշրջանում ստեղծված իրավիճակը Ադրբեջանի համար հարմար առիթ է։ Իրանական կողմին հարվածներ են հասցվում եւ իրենք կարծում են, որ շատ լավ առիթ է հակաիրանական կոնտեքստում Սյունիքը վերցնելու, այս պարագայում Նիկոլի վերարտադրվել չվերարտադրվելը արդեն իրենց համար երրորդական հարց է դառնում, ավելի հեշտ է Սյունիքը վերցնելը, Նիկոլն իրանց ինչին է պետք է այդքանից հետո հասկանում եք, դրա համար խաղաղության հեռանկարը առանց այդ էլսիներ, հիմա ուղղակի Սյունիքի օկուպացիայի հեռանկարը շատ ակտուալ է դառնում։ Ինչ վերաբերում է իշխանական տարբեր մակարդակներով առանց հստակ փաստերի հերքումներին, Դավիթ Ջամալյանը ընդգծեց. իրենց հերքումն այս պահին իրենց կերած պերաշկին էլ չարժե։ Իրենց հերքումը, իրենց կերած պերաշկու արժեքներ չունի, այդ պերաշկի ուտող չտեսների այդ կոնգլոմերատը երկիրը աղետի է բերել եւ նրանց խոսքին լուրջ վերաբերվել, նրանց խոսքին հավատալ, ուղղակի չի կարելի։ Այնուամենայնիվ, հարգելի հայրենակիցներ, այստեղ կարևորը ձեր զգոնությունը եւ հիշողությունը։ Միշտ էլ հաճելի է սիրուն խոստումներին հավատալը, բայց ավելի հաճելի է, երբ այդ խոստումներն իրականություն են դառնում։ Իսկ մեր իրականության պարագայում երևի ձեր հիշողությունը ձեզ դավաճանած չի լինի ու կհիշեք, որ այս իշխանությունը ինչ խոստացել է, եղել է ուղիղ հակառակը։ Եթե չեք հիշում, մի քանի դեպքերի մասին հիշեցնենք։ Օրինակ, պատերազմի օրերին վարչապետը հայտարարում էր տասնյակ հազարավոր կամավորներ են ցուցակագրվել ռազմաճակատ մեկնելու համար։ Պատերազմից հետո սկսեց խոսել մոբիլիզացիոն խնդիրների մասին, այն մասին, որ փաստացի չեն գնացել, չեն կռվել, եւ դա է նաեւ պարտության պատճառներից մեկը, այսինքն հերքել է ինքն իրեն։ Փաշինյանը պնդում էր, որ ռազմական գործողությունները դադարեցնելու առավել ընդունելի տարբերակ չի եղել։ Մինչդեռ հետո խոստովանեց, որ այո, կարող էր կանգնեցնել պատերազմը նույն արդյունքով պարզապես առանց զոհերի։ Պատերազմի ընթացքում Փաշինյանը հայտարարում էր, որ բոլոր քաղաքական ուժերը, խորհրդարանական եւ արտախորհրդարանական, տեղյակ են ընթացիկ իրավիճակից, ծանոթ են ստեղծած դրությանը, բայց հետագայում պարզվեց, որ այդպես չի եղել։ Մի ամանորյա ուղերձի ժամանակ էլ մարդն իր բերանով խոստովանեց. Սիրում եմ մեր երկիրը, մեր պետությունը եւ որտեղ սխալվում ու սայթաքում եմ, որտեղ ձախողվում եմ, գուցե չափազանցված, գուցե խելամտությունը ստվերող սիրո պատճառով։ Փաստորեն բոլոր այս անդառնալի հետևանքներով իրադարձությունների պատճառը իր սերն էր։ Փաշինյանն առհասարակ հակադրությունների սիրահար է, որի հետևանքները կրում ենք մենք բոլորս։ Այս իրողությունները փաշինյանական ստերի ու ինքնահերքումների միայն մի փոքրիկ հատվածն է, բայց այս մասին մոռանալ չի կարելի, որովհետև առաջիկա ընտրություններին նորից այս իշխանության վերարտադրությունը կնշանակի նորից շարունակել ստի ու կեղծիքի մեջ ապրել, որտեղ խաղաղությունը նշանակում է նոր պատերազմ, նոր տարածքների հանձնում եւ նոր կորուստներ։